Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի տաղավարում այսօր հյուրընկալել ենք արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սաիդա Պողոսյանին։ Ողջույն Սաիդա, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ մեզ հրավիրելու համար եւ մեր խնդիրները այսքան բարձրաձայնելու համար։ Այսպիսով, շուրջ 1 ամիս տևած հանդիպումներից, քննարկումներից հետո Ազատության հրապարակից հավաքվեց արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբ վրանը։ Ինչու՞։ Իրականում մեզ համար շատ դժվար էր որոշում կայացնել եւ վրանը հավաքել հրապարակից, բայց այս պահին մենք մտել ենք քննարկումների փուլ, որի արդյունքում այնտեղ համակարգել աշխատանքները շատ վատ էր։ Մենք ստացանք հրավեր պարոն նախագահից եւ մտածեցինք ամենահարմար տարբերակը նա է, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պետք է լինի արցախցիների հարազատ վայրում, որտեղ բոլորը հասցեն գիտեն, որի շնորհիվ մենք կարողանանք ավելի շատ մարդկանց ներգրավել եւ իրենց խնդիրները բարձրաձայնել, որի համար շատ շնորհակալ եմ։ Ոմանց մոտ տպավորություն է, որ վրանի հավաքման այսպես կոչված գինը 2 ամսվա 40,000-ական դրամ աջակցությունը կլինի։ Խնդրում եմ պարզաբանել։ Միգուցե մարդկանց մոտ այդ տրամադրվածությունը եւ մտահոգությունը կա, այս պահին, քանի որ մենք առաջարկներով հանդես ենք եկել եւ կառավարությունը եւ սոցիալնախարարությունը գիտակցելով իրենց սխալներն ու խնդիրները, իրենց թերությունները ծրագրերում պետք է անցնենք ավելի աշխատանքային միջավայրին, այդ պատճառով որոշումը կայացրեցին վրանը վերցնել եւ անցնել աշխատանքային խմբերի, որտեղ ավելի հանգամանալից կներկայացնենք այն խնդիրները, որոնք առաջ են քաշել, եւ պետք է իրենք էլ հետ նահանջանեն եւ կատարեն այն խնդիրների լուծումները փորձեն գտնել, որոնք մենք առաջարկել ենք։ Իհարկե, մեզ համար, ասում եմ, շատ դժվար էր վրանը այնտեղից վերցրել, որովհետեւ այնտեղ դարել էր սիմվոլ, դարձել էր հավաքատեղի, որտեղ Արցախի տարբեր մարզերից, գիտեք, քաղաքացիներին ինչքան կարևոր է մեկը մյուսի հետ շփվել։ Միտեղ էր, որ կարողանում էին մոբիլիզացվել, մեկը մյուսի խնդիրներով ապրել, մեկը մեկին օգնել։ Այնպես որ հուսով եմ այս Նայիրի հասցեն կդառնա այն հասցեն, որը փոխարինվել է։ Վրանում կարող էին փորձագիտական խմբերը աշխատել։ Իրականում անհնար էր, դուք գիտեք, ինչ պայմաններում ենք մենք այնտեղ մնացել, անձրև, քամի, ցուրտ եւ 24-ժամյա ռեժիմով այնտեղ աշխատելը իրականում անհնար էր։ Ես մարդկային բոլոր չարչարանքներին համաձայն եմ, եթե դա կնպաստի այն բոլոր առաջարկներին եւ հաջողություններին հասնելու համար, բայց հավատացեք, որ այս պահի դրությամբ անհնար էր վրանը մնալ այն հրապարակում։ Եթե կան մարդիկ, ովքեր որ մտածում են վրանը հավաքելը շատ սխալ որոշում է կայացրել, միգուցե սխալ կլինի որոշ տոկոսով, քանի որ նշեցի մի քանի տարբերակներ, ինչ էլ դարձեր վրանը, սիմվոլ էր դարձել, բայց այս պահին հավատացեք, վրանը տեղափոխվելով Արցախի ներկայացություն, այստեղ ավելի մեծ աշխատանք կկարողանա կատարել, որտեղ կա հարմար պայմաններ, որոնց միջոցով կկարողանանք համակարգել աշխատանքը, վրանում իրականում անհնար էր։ Արդեն ձևավորվել են փորձագիտական խմբերը, ովքեր են ներգրավված, այսինքն որքանով է թիմը լինելու պրոֆեսիոնալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված հիմնավորումները հնարավորինս լինեն անխոցելի։ Թիմը խմբերը մոտավորապես 5-ն են աշխատանքային խմբերը, բոլորը մասնագետներն են լավագույնը, 5 խմբերում էլ ներառված են եւ Արցախի եւ Հայաստանի ներկայացուցիչներ եւ Արցախի դատական, քրեական բոլոր համակարգերից փորձել ենք մարդկանց ներգրավել, որովհետեւ եթե արցախցին չլինի այնտեղ կամ ասենք падգամավորները, պաշտոնյաները իրենք խնդիրները ավելի ճիշտ կկարողանան ներկայացնել։ Սահմանափակումներ մեր արժեվ չեն դրել, եթե նախորդում եղել է խնդիր կառավարության հանդիպման ժամանակ եղել է, որ ասել են այս մարդը չի կարող ներկա գտնվել մեր հանդիպմանը, բայց այս պահի դրությամբ մենք չունենք այդ խնդիրը։ Եվ հետո մի ուրիշ դիրքորոշում, երբ որ մենք վրանը տեղադրեցինք, մենք կարծես 2 թշնամիներ լինեինք, ովքեր պայքարում էինք մեր իրավունքների համար, մենք հասել ենք շատ կարևոր կետի, որի համար շնորհակալ եմ բոլորիս, մեր արցախցիներին, այն մարդկանց, ովքեր վստահեցին եւ եկան Ազատության հրապարակ մարտի 29-ին, մենք հիմա հավասարին ենք խոսում Հայաստանի կառավարության հետ, առաջարկելով մեր առաջարկները եւ խնդիրները, դիրքորոշումները, իրենք էլ հետ նահանջ քայլով խոստովանելով իրենց արժե ծառացած խնդիրների թերությունները
փորձում ենք ոնց որ լեզու գտնել, մարդկային հարաբերություններ ստեղծել, քանի որ բոլորիս մտահոգությունը արցախցիներն են, այնպես անել, որ Արցախից յուրաքանչյուր մարդ իրեն օտար չզգա այստեղ եւ կարողանալ ստեղծել, արարել հենց Հայաստանում։ Սայդա, որ հարցերն է պատրաստ Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկել։ Կան ոլորտներ, կան կետեր, որոնց ուղղությամբ չեք եկել ընդհանուր հայտարարի, այսինքն պատրաստ չեն առաջարկներ ընդունել եւ որ կետերն են կամ որ ծրագրերն են, որոնք ենթակա են փոփոխության։ Այս պահի դրությամբ 5 կետեր ենք առաջ քաշել, 12 կետերից 5-ի շուրջը։ Հիմնականը, գիտեք, սոցիալական հարցերն են, որ առաջնային են, քանի որ երբ որ մենք կարողանանք լուծել սոցիալական խնդիրները, մեր արցախցիները կմնան Հայաստանում եւ կկարողանանք աշխատել մյուս առաջ քաշած 11 խնդիրների առջև, ծառացած խնդիրների, ուրեմն առաջինը դա բնակարանայինն է, զբաղվածության, մշակութային, գերիների վերադարձի հետ կապված։ Մենք փորձել ենք այնպիսի մարդկանց ներգրավել, որ իսկապես սրտացավ են եւ իմ ասած այս բոլոր աշխատանքային խմբերը պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ստեղծել հարմարավետ պայմաններ։ Եվ ես հավատացած եմ, որ կգանք արդյունքի, կհասնենք արդյունքի, եթե չլինի արդյունք, այդ դեպքում դուք գիտեք, 1 վրանի փոխարեն 100 վրան։ Որքանով հասկանում եմ, առաջին համագործակցությունը սոցիալական ծրագրերի շուրջ է։ Այո, առաջինը դա է։ Նկատի ունեմ սոցիալական, որի մեջ է մտնում նաև բնակարանային ապահովման ծրագիրը, այս բլոկից որ կետերն են ենթակա փոփոխության, որոնց շուրջ են քննարկումները։ Կետերը շատ են, սկսած գումարից, քառակուսին տրամադրվող քառակուսին, գծերը, երկրորդ, առաջնային, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ գծերն են փոփոխության ենթակա։ Նաև մենք իրենց առաջարկել էին, իրենք տարբերակներ ունեն, որոնք անընդունելի են։ Օրինակներից մեկը, եթե բնակարան են ձեռք բերում 5 հոգի, որոնցից մեկը, ասենք, տատիկ է կամ պապիկ զառում է, մահանում է։ Բոլորիս մոտ պատահում է, որ ընտանիքը կորուստ է կրում։ Պետությունը նախատեսել էր, որպեսզի պապիկի գումարը հանեն գումարից։ Այսինքն տրամադրել են 20 միլիոն դրամ, 4 միլիոնը չեն ցանկանում վճարել։ Տունը գնելուց հետո։ Այո, բնակարանը գնելուց հետո այնպիսի կետեր էին առաջ քաշել, որ կալթալուց հետո, վերլուծելուց հետո իրենց մոտ էլ է խնդիրը առաջանում, ոնց են իրենք կարողացել այսպիսի եզրահանգման գալ։ Իսկ մյուս օրինակ աշխատանքային զբաղվածության հետ կապված, եթե ընտանիքը բնակարան է ձեռք բերել 20 միլիոնով, բայց ստացել է 24 միլիոն, թույլատրում են 4 միլիոն դրամով ընտանիքը ձեռք բերի տեխնիկա կամ այնպիսի բաներ, որ հնարավորություն կստեղծի իրենց բիզնես, նոր բիզնես սկսելու, նորից գյուղում նոր կյանք սկսելու, ասեմ ձեզ շատ աշխատելու տեղեր կա։ Այս պահի դրությամբ, քանի որ մենք աշխատանքային խմբերով դեռ չենք հանդիպել կառավարության հետ, ավելի քիչ տեղեկություն կարող եմ ձեզ ասել, որովհետև մեր առաջարկները դեռ քննարկման փուլում են։ Ընթացիկ կփորձենք ավելի հանգամանալից ներկայացնել ձեզ։ Իսկ եթե ներկայացնելու լինեք բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ առաջարկները խորհրդի, հատկապես որ առաջարկը կառանձնացնեիք, որովհետև հատկապես շատ է խոսվում մեկ շնչի հաշվով տրամադրվող գումարի չափի մասին։ Այդ երկու տարբերակ գոնե մինիմում 4-ից 5 միլիոն տրամադրել։ Նաև մենք մի ուրիշ տարբերակ ենք իրենց առաջ քաշել, կան 1-2 հոգի ունենք, ովքեր պատրաստվում են բնակարան գնել, բայց պետությունը գումարը անհրաժեշտ գումարը չի կարողանում տալ եւ իրենք էլ չեն կարող հիպոթեկային վարկ ձևավորել կամ վարկ վերցնել։ Առաջարկել էինք ստեղծել համայնքներ, որտեղ կկառուցի բնակարան պետությունը, կտրամադրի անհատույց ասենք իրենց ընտանիքներին, իրենց չլինելու դեպքում այդ գույքը թող նորից վերադառնա պետությանը, կամ աստված տա մենք կարողանանք Արցախ վերադարձ խնդիրը կամ մի օր որ գնանք բոլորս դեպի տուն, Արցախ այդ բնակարանները թող նորից հետ վերցրի պետությունը եւ իր տնօրինության տակ, այսինքն հնարավորությունները շատ մեծ են, տարբերակները շատ են, բայց առաջնային ձեր ասած գումարն է, եթե բարձրացնեն շեմը, ընտանիքները գոնե կկարողանան մեկը մյուսի հետ սերտիֆիկատը կապելով բնակարան ձեռք բերել, մանավանդ փոքր ընտանիքները 1-ից 3 հոգի ամենադժվարն իրենց համար է այսօր։ Որքան ժամանակ ունեք Հայաստանի Հանրապետության կառավարության հետ աշխատելու, որովհետև հանրահավաքից հետո 1 ամիս անցել է։ Այո, 1 ամիս, ուղիղ 1 ամիս հետո մենք վրանը ապամոնտաժեցինք ապրիլի 29-ին եւ աշխատանքային խմբերը արդեն ներկայացված են։ Երկուշաբթի օրվանից արդեն կսկսենք ինտենսիվ աշխատելը,
որոնց արդյունքները արդեն տեսանելի կլինի, բայց տեսանելի է նաև մեկ այլ արդյունք, որ 2 ամսով երկարաձգվել է աջակցությունը, որը մեծ աջակցություն է մեր արցախցիների համար, դա հնարավորություն կտա սերտիֆիկատների հետ կապված որոշակի կողմնորոշումներ մտցնել, օրինակ սև ցուցակների վերացումը, որը ավելի մեծ ընդգրկուն կլինի արդեն 2 ամիսը բավարար ժամանակ է, կարծում եմ որոշակի գործողություններ ծավալելու համար։ Եթե չգանք համաձայնության, իհարկե արդեն կփոխվի մեր աշխատելավոճն էլ իրենց հետ։ Դուք հավատում եք, որ 2 ամիս անց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը, գոնե բնակարանային ապահովման ծրագիրը, այնպիսին կլինի, որ հազարավոր մարդիկ կդիմեն։ Եթե ոչ, ապա ինչպես են այս մարդիկ լուծելու իրենց բնակվարձի խնդիրը։ Ես ուզում եմ հավատալ, որ կառավարությունը աչալուրջ կլինի եւ հնարավորություն կստեղծի, որպեսզի քաղաքացիները ավելի շատ կարողանան օգտվել այս ծրագրերից։ Եթե ոչ, չեմ պատկերացնում, արդեն անդառնալի բան կարող է լինել։ Մեկ վրանի փոխանել կլինեն հարյուրավորները, որովհետև այլտեղ չկա մարդիկ չեն կարող 2 տարի շարունակ ապրել ասեղների վրա, այսինքն այսօր վարձը տվեցինք, վաղը չտվեցինք, վաղը կհայտնվենք դրսում։ Դեք ինձ սարսափելի է, երբ որ մարդ չի կարողանում իր օրը կարգավորել կամ տուն վերադարձի ճանապարհը ամեն օր տեսնում է դեպի Արցախ գնալու վերադարձը։ Այսինքն ոտքերը տանում են դեպի Գորիս։ Իսկ ես ուզում եմ, որ մեր արցախցիների ոտքերը տանել իրենց տներ, որ պետությունը կօգնի իրենց ձեռք բերել։ Այնպես չի, որ արցախցին պարապ է նստած եւ ասում է ոչ, այդ ամբողջ գումարը դուք պետք է տալ։ Կան շատ արցախցիներ, ովքեր աշխատում են եւ պատրաստական են պետության ծրագրերի հետ համատեղ իրականացնել այդ ծրագրերը։ Այն դեպքում, երբ կան ընտանիքներ, որոնց հերթը 2026 կամ 2027 թվականին է, բնակարան կամ տուն ձեռք բերելու, այդ մարդկանց, այդ ընտանիքներին աջակցությունից զրկելը ինչպես են հիմնավորում, առանձին խոսակցություններում այս մասին ակնարկ եղել է գոնե։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այն մարդիկ, ով բնակարանները ավելի հերթեր ուշ են հասնելու, ստանան աջակցությունը այնքան ժամանակ, մինչև որ բնակարանը ձեռք կբերեն։ Եթե ձեռք ենք բերել հենց այսօր, թող հենց այսօր էլ դադարեցվի իրենց աջակցությունը։ Երբեմն իրենք օրինակ են բերում, ասում են, գիտեք, մեր տված աջակցությունից օգտվում են այնպիսի մարդիկ, ում աշխատավարձը 1 միլիոն դրամ է։ Հարգելի պետություն, դուք եք մեղավոր, որ մինչև այսօր ձեր ցուցակներում այդ մարդը գտնվում է։ Դուք ունեք միասնական համակարգ, կարող եք տեսնել, մարդը ածել է աշխատանքից, ստանում է 1 միլիոն դրամ, ցուցակից դուրս բերել, այդ 50,000-ը տրամադրել, հետ վերադալ դեպի բյուջե։ Իսկ ինչու է 1 միլիոն ստացողի փոխարեն տուժում եմ ես, որ թոշակառու, ասենք, տատիկ պապիկ են տանը, աշխատող կերակրող չունեն, ասենք որդին զոհվել է եւ իրենք ամեն օր իրենց համար պայքար է։ Չպետք է դնել նույն նժարին եւ նույն նժարով բոլորին զրկել այս հնարավորությունից։ Ինչ են ասում։ Ասում են մենք չենք մտածել։ Ասեմ ձեզ, երբեմն իրենց մոտ կա այդ խնդիրները, երբ որ իրենք ավելի շատ չեն ուսումնասիրել կամ չեն ցանկացել, ես ուզում եմ մտածել, ուղղակի հնարավորություն չեն ունեցել, որպեսզի ավելի խորքային ուսումնասիրեն արցախցիների խնդիրները։ Երբ որ ուսումնասիրեն, կարծում եմ ավելին կողմնակից կլինեն մեր առաջարկներին, քանի որ մենք բոլորս եկել ենք նույն տեղից, բոլորիս խնդիրները նույնն են, բայց մեկը մյուսի դնել նույն նժարին ճիշտ չի։ Դրա համար իրական հանրային քննարկումներ են կազմակերպում։ Այո։ Փորձում են։ Մենք էլ ենք մասնակցել մեկ հանրային քննարկման, որի արդյունքում իհարկե ոչ մի դրական փոփոխություն չի եղել, այդ պատճառով հաջորդ օրն իսկ որոշել ենք, որ պետք է ցույց անենք մարտի 29-ին եւ դուք տեսաք մարտի 29-ին, որքան արցախցի կանգնեց Ազատության հրապարակում, որպեսզի տեր լինի իրենց իրավունքին։ Այսօր մեզ զրկել են տնից, շատ բաներից են զրկել եւ այս պահին զրկել են միակ հույսից, որ մենք մնանք Հայաստանում եւ մենք պոտենցիալ ենք Հայաստանում, այսինքն Հայաստանը ունի հնարավորություն ամեն արցախցու օգտագործի իր պոտենցիալը։ Այսինքն պետք է այնպես ստեղծվի, որ ամեն համայնքում կարողանան այնպիսի կենտրոններ լինել, որ կարողանան մարդկանց դուրս բերել ընկճախտից եւ ստիպել աշխատել։ Ասում են դուք չեք ցանկանում աշխատել։ Ես ինքս Արցախում եղել եմ մանկավարժ, ասենք։ Հիմա ես ինչպես գնամ աշխատեմ մակրոյի։ Ինձ համար նախ բարիեր է, ես միջև դա հաղթահարեմ, հոգեբանական խնդիր է դա ինձ մոտ։
Ես հաղթահարելուց հետո պատրաստ եմ գնալ մաքրուհել աշխատել, բայց դա ժամանակ է պահանջում եւ ճիշտ մոտեցում։ Այս պահին եթե կարողանան կենտրոնները ստեղծել, սոցաշխատողների հետ համակարգել այս աշխատանքները, կարծում եմ մեծ ծանրություն կլինի։ Ի տարբերություն ձեզ ասեմ, շատ հեշտ են ինտեգրվել միայն Գորիսում եւ Մասիսի շրջանում, որովհետեւ Սյունիքի մարզի բարբառը արդեն իսկ շատ մոտ է մեզ եւ ոնց որ իրենք ովքեր որ մնացել են Գորիսում, Սյունիքի մարզում, ում հետ խոսում եմ, ասում են, գիտեք, ինձ թվում է, էսա տուն են գնալու։ Այն որ ասում եմ, մի ճանապարհ է բաժանում դա մեզ ոնց որ ավելի մոտ են գտնվում։ Նաև այնտեղի համայնքի պատասխանատուների մոտեցումն է շատ արդիական էր իրենց խնդիրները եւ լուծումները։ Նույնը Մասիսի շրջանի մարդկանց համար ավելի հեշտ են ինտեգրվել։ Խորհուրդը հայտարարել է, որ պարբերաբար հանդես կգա հանրային հաշվետվությամբ։ Ինչ ժամկետներ եք սահմանել հանրային հաշվետվության համար եւ ինչ եք ներկայացնելու հանրությանը։ Այո, խորհուրդը որոշել է 10 օրյա, ամեն 10 օրը մեկ կատարել հաշվետու հանդիպում, չգիտենք, դեռ մամուլի ասուլիս կլինի, թե հանդիպում հենց Ազատության հրապարակում, բայց ամեն դեպքում մենք պետք է բաց ենք աշխատելու, քանի որ մեզ հավատում է մեր հայրենակիցները եւ մեզ վրա մեծ պարտականություն է դրված այսօր։ Եվ պետք է այնպես անենք, որ այդ հավատը եւ այն հնարավորությունը, որ մեզ ընձեռվել է, նպատակին ծառայի եւ կարծում եմ, որ պետք է նպատակին ծառայի, եթե չլինի արդյունք, միանշանակ մենք վեր կգնանք եւ կասենք, որ չենք կարողանում սա անել եւ եկել ենք այս խնդիրների հետ ենք բախվել եւ օգնության կարիք ունենք։ Եթե այդ խնդիրները մեզանից կախված չլինի այլ կառավարության կողմից խոչընդոտներ, մենք իհարկե կգնանք հաջորդ հանրահավաքին։ Դուք հավատում եք, որ ձեր բոլոր առաջարկները կառավարությունը կընդունի։ Եթե անկեղծ ոչ, բայց հուսով եմ, որ իրենք աչալուրջ կլինեն։ Հասել եք մի փուլի, որ առաջարկությունների մի մասն ընդունել են, մի մասը չեն ընդունել։ Ինչ եք անում հետո, որովհետև եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանը լսենք, իրենք որոշակի առաջարկներ ընդունել են, որոշակի չեն ընդունել իրենց հիմնավորումներով, ինչ ենք անում հետո։ Ի վերջո ստացվում է մի իրավիճակ, երբ համագործակցել եք, թվում է թե ստացվել է, բայց մյուս կողմից էլ արդյունքները ենթադրենք տեսանելի չեն կամ քիչ է։ Անկամ քիչ, եթե դա առաջնային մեզ համար խնդիրը ասեմ, դա բնակարանայինն ենք առաջ քաշել։ Եթե բնակարանայինում այդ 5-6 կետերը, որոնք ավելի հիմնավոր կարողանան իրենք լուծել եւ մեզ համար դա տեսանելի լինի, բայց փորձեն մյուս կետերի շուրջ աշխատել, միանշանակ կշարունակենք համագործակցել։ Բայց եթե իրենք չցանկանան համագործակցել կամ չուղեն այն սխալները կամ թերությունները կամ վրիպակները, հավատացեք, մենք այս դեպքում մեր խոսքի տերն ենք լինելու, հանրահավաքը հուսով եմ 15000 չէ 30000 կկարողանանք հավաքել մարդկանց, մեր բարձրաձայնելով մեր խնդիրները, բայց ես այս պահին հավատում եմ, որ կառավարությունը կգտնվի ավելի կոմպետենտ մարդկանց կգործողի այս հարցում։ Մենք ունենք 11 կետից 12 կետ են բաղկացած մեր առաջարկները, բայց մեկին են վերցրել։ Եվ ես ուզում եմ ասել, որ մենք միայն ստամոքսի խնդրի համար չենք պայքարում։ Ուղղակի ստամոքսի կռիվը, եթե երեխադ քո դրսում է քնելու հաջորդ օրը, դու ստիպված ես քո երեխայի մասին հոգ տանել, նոր մտածել մյուս 11 խնդիրների շուրջ։ Դա ստամոքսի կռիվ չէ, դա գոյության պայքար։ Ես ասում եմ գոյապայքար, որովհետև գոյությունը պահպանելու համար է, այն էլ քո հայրենիքում։ Իհարկե մենք ունենք նաև կարմիր գծեր, կառավարությունը շատ հստակ իր դիրքորոշումը ասել է, որ քաղաքացիություն պետք է անպայման ընդունեն, նոր ընդգրկվեն ծրագրերի ընթացքին, բայց մենք առաջարկել ենք նաև սկսել գործընթացը, գոնե բնակարանային գործընթացը եւ ընթացքում ավտոմատ միևնույն է դու դառնալու ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այս պահին դա իրենց համար օրինակ կարմիր գիծ է։ Հուսով եմ կհասնենք արդյունքի, որ այդ կարմիր գիծն էլ որոշ չափով կթեթևացնի մեր արցախցիների հոգսերը։ Գիտենք, որ շատ քչերն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունել, որը ես հասկանում եմ բոլորիս, օրինակ նախորդ օրը ես մտածում եմ ինչու չենք ուզում վերցնել Հայաստանի քաղաքացիություն, մենք արդեն իսկ Հայաստանի քաղաքացի ենք եղել, ուղղակի մեզ զրկել են այդ իրավունքից։ Եվ երկրորդը այն է, որ հոգեբանական խնդիր էլ կա այստեղ։ Ես երբ որ տեսնում եմ, որ գրված է Արցախի Հանրապետություն, ինձ համար դա թվեր է տալիս, որ ես ասում եմ հույսս դեռ չեմ կորցրել, որ
Արցախ վերադարձ լինելու է։ Եվ ես հավատացած եմ, որ հաստատ Արցախ վերադարձ լինելու է։ Ժամանակի խնդիր է սա։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում ենք արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սաիդա Պողոսյանի հետ։ Տեղեկացված լինելու համար հետևեք Արցախ TV էջերին, կհանդիպենք։